Գործընկերներ, տեսեք, 2025 թվականի հունիսի 18-ին ես նաև դատավորներին անվանական կնշեմ, որ բոլոր դեպքերում ավելի հստակ արձանագրվի։ Երևան քաղաքի ընդհանրավարության քրեական դատարանի դատավոր Կարապետյանի կողմից բացառապես մեր ձևով կմասնակցենք Մայրաթոռի պաշտպանությանը հարցազրույցի համար, կալանքը կիրառվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով։ Դատարանը գտնում է, որ հիմքերի տեսանկյունից առկա է խոչընդոտելու ռիսկը, սա ինքնին աբսուրդ է արդեն, դրա մասին դժվար է խոսելը, բայց ինչևէ, դատարանը գտել էր, որ իբրև առկա է խոչընդոտելու ռիսկ, հարցազրույցի նկատմամբ, որը զննվել էր, գտնվում էր քննիչի չհրկիզվող պահարանում, մինչ օրս էլ ընդեղ է։ Այնուհետև գտել էր, որ իբրև կա թաքնվելու ռիսկ, այն պարագայում, որ Սամվել Կարապետյանը հենց ինքն էր ինքնակամ ներկայացել։ Նշված դատական ակտի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, Արմեն Դանիելյանը այն իհարկե մերժել էր եւ դրանից հետո դարձել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ Սա փաստերի քրոնոլոգիան էր։ Նշված որոշմանը հաջորդել է կրկին միջնորդության ներկայացում, որը ներկայացվեց օգոստոսի 11-ին, քննության առնվեց արդեն հակակոռուպցիոն դատարանում, քանի որ կար նոր մեղսագրված տնտեսական բնույթի մեղադրանք, եկեք իր անունը դնեմ տնտեսական բնույթի մեղադրանք համար 1։ Իրականում ուրիշ կերպ դնելն էլ ավելի անիմաստ, իհարկե սա էլ տենց մի մեծ բովանդակություն չունի իր մեջ, պարզապես ինչի եմ այդպես անվանում, քանի որ ունենք 0 առնչություն դրա հետ, թե մեղադրանքի, թե տվյալների տեսանկյունից։ Դատավոր Դավթյան Տիգրանը քննության առնելով նշված միջնորդությունը բավարարեց այն, 2 ամսով երկարաձգեց կալանքը, կրկին գտավ, որ առկա է իբրև խոչընդոտելու ռիսկ էլի չհրկիզվող պահարանում գտնվող տեսանյութի վերաբերյալ, գտավ, որ առկա է թաքնվելու ռիսկ, բայց միաժամանակ արձանագրեց, որ տնտեսական բնույթի մեղադրանք համար 1-ի տեսանկյունից չկա հիմնավոր կասկած։ Դե բնականաբար ինչպես պետք է լինի, օրվա քննչական կոմիտեն մշտապես, եթե արձանագրում է օրինակ, որ կա հարկեր, տուրքեր չվճարելու ենթադրյալ հանցակազմ, ուրեմն ինչ կա նաև փողերի լվացում, եթե կա փողերի լվացում, ուրեմն կա հափշտակություն։ Այն հայտնի անեկդոտի պես, եթե քառակուսի մեջը կլոր է, եթե կլոր է նարնջագույն է։ Իդեպ շատ էֆեկտիվ աշխատում է։ Եթե կարելի է շարունակել։ Ես մի հատ բոլոր դեպքերում զուտ այս կծիկը, որ բոլորի համար հասկանալի լինի։ Այդ որոշման դեմ ներկայացում է վերաքննիչ բողոք, վերաքննիչ դատարանը, դատավոր Մելիքսեթյանի նախագահությամբ, բայց ոչ Արմինե Մելիքսեթյանի, մերժում է 2 բողոքները։ Այսինքն տնտեսական բնույթի մեղադրանք համար 1-ի վերաբերյալ լինում է 2 դատական ակտ, որ հիմնավոր կասկած չկա։ Դրա դեմ ներկայացվում է Վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ բողոքից մինչև որևէ նորություն լինի, նորից ներկայացվում է միջնորդություն կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Արդեն հոկտեմբերի 11-ին։ Հոկտեմբերի 11-ին դատավոր Դոլմազյանը որոշումը հրապարակվում է հոկտեմբերի 16-ին, քննության առնելով նշված միջնորդությունը, կրկին արձանագրում է տնտեսական բնույթի մեղադրանք համար 1, համար 2-ով հիմնավոր կասկածների բացակայությունը, այնուհետև արձանագրում է, որ խոչընդոտելու ռիսկը որպես այդպիսին առկա չէ։ Դրա դեմ ներկայացվում է կրկին բողոքներ, ներկայացվում է մեր կողմից դատախազության կողմից։ Նոյեմբերի 13-ին դատավոր Կարեն Ամիրյանը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գտնում է, որ դատավոր Դոլմազյանի կողմից տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկած չհաստատելը առավել քան հիմնավոր էր։ Ինչպես նաև արձանագրում է, որ կալանքը չի կարող այլևս նույն կերպ երկարաձգվել։ Սա արձանագրել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։ Վճռաբեկ դատարանի որոշումը վերաբերում է դատավոր Դավթյանի, դատավոր Մելիքսեթյանի կողմից կայացված դատական ակտերին տնտեսական բնույթի մեղադրանք համար 1-ին։ Այլ կերպ ասած, այսօր 2025 թվականի նոյեմբերի 17-ին 0 իրավական հետևանք ենթադրող որոշում է։ Շատ երկար էր կներեք գործընկերներ, բայց կարծում եմ շատ պարզ ներկայացրեցի։ Պարոն Վանյան, ձեր ասորիսում անդրակրկիտ ներկայացրել եք այս process-ը, նաև ասել եք, որ միջազգային տարբեր կառույցներին դիմելու գործընթացներ կան, կասեք կոնկրետ այս փուլում ում հետ եք հասցրել զրուցել, ինչ տեսակետներ ունեք դրսից, ինչպես են գնահատում այս process-ը եւ այլն։ Կարծում եմ միայն այն, որ միջազգային մեծ հեղինակություն վայելող մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ իրենց հրապարակային կարծիքը ներկայացրել են, դա արդեն իսկ առավել քան խոսում է։ Իդեպ ես վստահ եմ դուք կհիշեք Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու գործին ներգրավվել էր
մեծագույն համբավ ունեցող փաստաբան Անգլիայից, Մեծ Բրիտանիայից Ջեֆրի Ռոբերտսոնը եւ Ամալ Քլունին։ Ջեֆրի Ռոբերտսոնը հրապարակավ իր դիրքորոշումը Սամվել Կարապետյանի մեղադրանքի վերաբերյալ, քանիցս ներկայացրել է։ Ես ինքս պատիվ եմ ունեցել իր հետ մանրամասն խոսելու նշված գործի հանգամանքների վերաբերյալ, մի տևական ժամանակ պահանջվեց, որ ինքը ի վերջո պատկերացնի, որ իսկապես նման քրեական հետապնդում կա, որ իսկապես Հայաստանում խոսքի ազատության պայմաններում կարող է լինել նման քրեական հետապնդում, որ իսկապես Հայաստանում մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը հայտարարության համար, մարդը 5 ամիս կալանավորված է։ Սա է այն իրականությունը եւ վստահ եղեք միջազգային բոլոր կառույցների համար էլ առավել քան ընկալելի է։ Ինձ առաջնային հարցերից մեկը դեռ սկզբնական փուլում որ տալիս էին, ասում էին լավ, կարծես Հայաստանի Հանրապետությունը որոշակի առումով ժամանակակից երկիր է, չէ՞։ Ձեր քրեական դատավարության օրենսգրքում այլ խափանման միջոցներ բացի կալանքից չկան, որովհետև իդեպ ես քանիցս սրա մասին խոսել եմ։ Սոմալիում էլ կան այլընտրանքային խափանման միջոցներ, բայց նաև Հայաստանում կան այլընտրանքային խափանման միջոցներ։ Հիմա ո՞նց է ստացվում, որ օրինակ տնային կալանք, գրավ, վարչական հսկողություն, դրանցից ոչ մեկը չի կիրառվում Սամվել Կարապետյանի նկատմամբ արդեն 5 ամիս։ Եթե միայն այս ցուցիչը ֆիքսեն գործընկերներ, բավարար է արձանագրելու համար, որ սա աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է եւ իդեպ սա էլ թույլ տվեք ասեմ, քանի որ շաբաթ օրը դրա մասին խոսել էինք, այսօր նոյեմբերի 17-ն է եւ այսօր Սամվել Կարապետյանի թե անձնական ազատության հարցն է քննության առարկա դառնվում, թե իր սեփականության իրավունքի հարցը արդեն իսկ դարձել է եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հերթական աբսուրդային որոշումն է կայացվել, աբսուրդային, որքանով որ հասցրել եմ հետևել այս ժամանակահատվածում, վստահ եղեք, դա ի վերջո բողոքարկման ենթակա որոշում է, վստահ եմ այն բողոքարկվելու է եւ վստահ եմ այդ առումով էլ հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Պարոն Վարդանյան, քննչական կոմիտեի ղեկավարը անդրադառնալով այս գործին նշում էր, որ իրենց համար հիմք միայն Սամվել Կարապետյանի մեր ձևով եկեղեցու գործերին միջամտել արտահայտությունը չի հանդիսացել, իհարկե չակերտներ իրենք շատ չեն կարող բացել, օպերատիվ տվյալներ են ունեցել։ Այդ օպերատիվ տվյալները փողերի լվացման, հարկերը турքերը թաքցնելուն են վերաբերում, թե այլ բաներ էլ, այլ օպերատիվ տվյալներ էլ կան, որոնք չեն հրապարակվում։ Գիտեք ոնց, հաշվի առնելով, որ իրապես այնպես է ստացվել, որ նախկինում իր անվանումը կոչվում էր Պեկի քննչական վարչություն։ Հիմա այս գործը քննում է Պեկի քննչական վարչությունը։ Դուք պատկերացնում եք օրինակ փողերի լվացման ենթադրյալ դեպք, որը զուգորդվում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչով։ Հա, օրինակ, չգիտեմ, եկամտահարկի հաշվետվությունը ներկայացնելու շրջանակներում մի հատ էլ կոչ է կատարում եւ այլն։ Սա ինքնին ծիծաղելի է, բայց ես կռահում եմ նաեւ թե ինչ կարող էի նկատի ունենալ պարոն Պողոսյանը, բայց առիթից օգտվելով եւս մեկ անգամ նշեմ, պատկերացրեք մեր գործով վարույթ իրականացնող մարմինը 53 քննիչներն են։ 53 քննիչներից մեկը քննչական խմբի ղեկավարն է։ Քննչական խմբի ղեկավարի կողմից առնվազն կարծում եմ թե իմ թե նաև ձեզանից շատերի գնահատմամբ ունենք անգործություն, որովհետև 5 ամիս քննել մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասությունը եւ դատարան այն չուղարկելը, մեղմ ասած խոսում է նրա մասին, որ մենք կարծես թե ջանասիրության հետ խնդիր ունենք։ Հիմա մենք օրինակ պարոն Պողոսյանին, քննչական կոմիտեի նախագահ Պողոսյանին, այս գործով քննչական խմբի ղեկավար Պողոսյանին պատասխանատվության ենթարկելու, վարույթից հեռացնելու նման հարցերով միջնորդություն էինք ներկայացրել, որը ինքը հասցեագրել էր հենց այն պարոն Պողոսյանին, ում վերաբերյալ դա գրել էինք։ Նա էլ իհարկե մեզ պատասխանել էր, որ ոչ մի հիմքեր չի տենում ինքն իրեն վարույթից հեռացնելու վերաբերյալ, ինչը կարծում եմ կանխատեսելի է։ Թևանյան, այ ասում եք մի բան մոռանանք այդ տնտեսական հանցագործությունները, ենթադրյալ այդ մեր ձևովի ժամանակ դրանց մասին խոսք չկար, բայց կային քաղաքական պրոցեսներ, իշխանություն եկեղեցի հակամարտություն, հնարավոր է որ օպերատիվ տվյալներ կան գործում, որոնք վերաբերում են Սամվել Կարապետյանի մասնակցությունը եկեղեցի իշխանություն հարաբերություններում, ինչ որ չգիտեմ։ Պաշտոնապես հայտնում եմ 5 ամիս տևող նախաքննության պայմաններում բացարձակապես նման բան գոյություն չունի։ Եվ չնայած դրան 5 ամիս է Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի պայմաններում։ Այսինքն նայեք, առնվազն երկու, հիմա ավելի շատ գործեր կան հոգևորականների նկատմամբ, դուք պաշտոնապես հայտարարում եք, որ Սամվել Կարապետյանը, օրինակ Միքայել Աջափահյանի, Բագրատ arczepiskopos Գալստանյանի, ամենայն հայոց կաթողիկոսի հետ որևէ ինչ որ ենթադրյալ
հանցագործության վերաբերյալ օպերատիվ խոսակցություն չի ունեցել, այսպես օպերատիվ տվյալներ։ Բացարձակապես։ Մենք այդ մեր ձևով հասկանանք, որ հասկանանք այդ ինչ ունեին ավել։ Ես եկեք հետևյալը ասեմ։ Քննչական կոմիտեն ունի տվյալ, ներողություն եմ խնդրում, որ սա բացահայտում եմ, ի վերջո նախաքննական գաղտնիքը այդ մասով ավարտված է, բայց Հայաստանի Հանրապետությունում այո, մեկ խցում գտնվող Միքայել Սրբազանին եւ Բագրատ Սրբազանին գաղտնալսել է։ Սա իսկապես աննախադեպ երևույթ է, բայց բոլոր դեպքերում դա հիշատակ է։ Իրենք խցում գտնվելու շրջանակներում ունեցել են խոսակցություն։ Այդ խոսակցությունից պարզ է դառնում, որ իրենցից ոչ մեկ երբևէ որևէ ձևով հաղորդակցում Սամվել Կարապետյանի հետ չի ունեցել։ Այդ տվյալը հասու է քննչական կոմիտեին, այո, հասու է։ Արդյոք դրան որևէ տրամաբանական գործողություն հաջորդել է։ Ոչ։ Ինչ է նշանակում մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը քննչական կոմիտեի համար։ Ես չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում շուրջ 5 ամիս։ Ես չեմ հասկանում ինչ են այդ ամենում տեսնում դատավորները 5 ամիս։ Ես դա չեմ կարողանում հասկանալ։ Բայց միտեղ, որ փորձում եմ ինչ-որ մի հուշում գտնել, փորձում եմ միշտ Facebook-ով ընթերցել 2025 թվականի հունիսի 17-ի հայտնի գրառումները գործադիր իշխանության ղեկավարի կողմից, որտեղ կար սպառնալիք, որտեղ կար պետության համը բերանին զգալու խոստում, որտեղ կար հաշվեհարդարի խոստում։ Հիմա միգուցե քննչական կոմիտեի նախագահ ուղղակի չի ուզում այդ ամենը ասի, դրա համար այլ հանգամանքներ է հիշատակում։ Այդ օպերատիվ տվյալներին, որոնք իրենք տիրապետում են, այդուհանդերձ պիտի դատարանում քննության առարկա դառնա, դուք դրանց պիտի տիրապետեք, դրանց։ Դե եթե ես ձեզ ասում եմ, որ դրա վերաբերյալ հասկանալ իրականում քննչական կոմիտեի ղեկավարը բարձրաստիճան պաշտոնյան, երկրորդը որ օպերատիվ տվյալների են տիրապետել։ Հիմա եթե ոչ մի բան չկա, քննիչներ 53 հոգուց բաղկացած քննչական խումբը որևէ օպերատիվ տվյալ չի բացահայտել, չկա գործի նյութ։ Ես եկեք հետևյալը առաջարկեմ, Սամվել Կարապետյանի վերաբերյալ օպերատիվ որևէ տվյալ առկա չէ։ Առաջին պաշտոնական դիրքորոշումս։ Երկրորդը եկեք նույնիսկ խնդրանք ներկայացնեմ։ Դիմեք քննչական կոմիտեի նախագահին հորդորով, որ նախաքննական գաղտնիքի սահմանափակումը թող վերացնի։ Թող ցուցում տա վարույթ իրականացնող մարմին քննիչ Սպարտակ Պողոսյանին, թող վերացնեն նախաքննական գաղտնիքը։ Մենք այսօր դատական նիստի սկզբում խնդրեցինք դատարանին, որ դատական նիստը անցկացվի դռնբացության կարգով։ Ով առարկեց դրա դեմ, քննիչը եւ դատախազը։ Հիմա ձեր հարցադրումները խնդրում եմ ուղղել իրենց, մենք մեծ սիրով պատրաստ ենք ամբողջ վարույթ իրականացնող մարմինը 53 քննիչներից բաղկացած քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Սպարտակը Պողոսյան, այո, նիստին ներկա է, բայց 53 քննիչները ներկա չեն, դատախազը պարոն Դալաքյանն է։ Սամվել Կարապետյանը չէր զբաղվում, եկեղեցիներ չէ պաշտպանում հազարապես, եկել էր եկեղեցու կողմում կանգնելու, բա եթե չէր զբաղվում, ինչու հանկարծ իշխանությունները որոշեցին նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել ըստ ձեր ձևակերպումների։ Իսկ ձեզ օրինակ քաղաքական գործունեությամբ չզբաղվող անձ եմ, իմ նկատմամբ ինչու պիտի քաղաքական Իսկ դուք օրինակ եկեք հակառակից եկեք օրինակ X քաղաքական ուժը գիտի, որ Y անձը, ով քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, բայց եթե որոշի քաղաքական գործունեությամբ զբաղվի, իր համար լինելու է բավականին բարդ քաղաքական հակառակորդ։ Կարող է այդ իմաստով դիմի կանխարգելիչ գործողությունների եւ փորձի այդ առիթը որևէ մի իրավիճակում բաց չթողնի, հատկապես եթե ընտրություններին մնալուց են լինում արդեն 1 տարուց ավելի պակաս ժամանակ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ եւ կանխատեսելով ձեր հնարավոր հաջորդ հարցադրումը, խնդրում եմ ուշադիր նայել 2025 թվականի հուլիսի 4-ի Սամվել Կարապետյանի ուղերձը։ Շնորհակալություն։